Գյումրու ավագանին հերթական նիստում բավականին լարված մթնոլորտում քննարկեց 2024 թվականի պետական բյուջեի հոդվածներից մեկի սահմանադրականությունը վիճարկելու համար, սահմանադրական դատարան դիմելու և ծախսերի համար հավելյալ գումար հատկացնելու հարցը։ Վերջնական նպատակն է ավելի շատ գումար ստանալ կառավարությունից, համայնքի վճարած եկամտահարկից։ Վարդան Ղուկասյանն ասաց, որ հաշվարկները ճիշտ են, պրոֆեսիոնալ տնտեսագիտական խումբ է աշխատել Հրանտ Բագրատյանի գլխավորությամբ։ 85 միլիարդ դրամ։ Դուք պատկերացնում եք Գյումրի քաղաքից ինչքան գումար է համակարգվում, և Գյումրու քաղաքապետարանին տրվում է 4 միլիարդ։ Ու եթե թողնում են մեծ գումարները, չենք ասում բոլորը, ուրեմն մենք պարտավորվում ենք թոշակները մեր քաղաքացիների կրկնակի եռակի անգամ ավելացնել։ Մենք պարտավորվում ենք քաղաքի բնակչության աշխատողների, մանկավարժների, բուժաշխատողների աշխատավարձերը կրկնակի անգամ ավելացնել։ Տվյալները, որ Գյումրուն քիչ գումար են հատկացնում, իրականության հետ կապ չունեցող որակեց Ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Վահագն Մկրտչյանը։ 2008 թվականից մինչ 2018 թվական, այսինքն 10 տարիների ընթացքում դոտացիայի չափը կազմել է 17 միլիարդ։ Իսկ 2018 թվականից մինչև 2025 թվականը, այսինքն 8 տարիների ընթացքում կազմել է 22.5 միլիարդ։ Սուբվենցիոն ծրագրերը, որոնք սկսել են մեկնարկել 2018 թվականից սկսած, դրանք հանդիսանում են համայնքների զարգացման խորը խթան, այդ թիվը կազմում է 13.6 միլիարդ դրամ։ Հաջորդը պետական ուղիղ ծրագրերն են 41 միլիարդ դրամ։ Եվ եթե վերջապես այս բոլոր թվերը գումարենք իրար, ապա կստանանք շուրջ 77.1 միլիարդ դրամի ներդրում։ Այդ 70 միլիարդից մեկ աշխատատեղ չի ավելացել։ Ավագանու խմբակցություններից Մայր Հայաստանը կողմ էր սահմանադրական դատարան դիմելուն։ Այսօրվա բերած նոր ծրագիրը, որ կառավարությանը դադի ենք տալու, որում նշվում է, որ մեր թոշակառուների թոշակները բարձրացվելու են, կրկնապատկվելու են, մեր մանկավարժների աշխատավարձերը բարձրացվելու են քաղաքապետարանի բյուջեի հաշվին։ Այո, դուք դատի եք տալիս կառավարությանը, սա ֆիքս ենք, սա ես չեմ ասում, սա ասել է պարոն Ղուկասյանն իր բազմաթիվ հարցազրույցներում, ես մեջբերում եմ բառացի, որ այո, դատի եք տալիս կառավարությանը։ Դուք իհարկե նման բան չէիք կարող անել նախկինում, որովհետև եւ այս չափ գումար պահանջել, որովհետև նախկինում Հայաստանի Հանրապետության բյուջեն 2 անգամ պակաս էր, քան հիմա։ Մի պահ պատկերացնենք հակառակը, որ օրինակ Հայաստանի Հանրապետությունը դատի է տալիս Գյումրու համայնքապետարանին։ Ես պատկերացնում եմ, թե հակառակ կողմից ինչ էմոցիաներ կլինեին, ինչ ճնշումների մասին կխոսեիք, ձեր սահմանափակումների մասին կխոսեիք, բայց իհարկե կեցե ազատ ու անկախ Հայաստանը ու շատ լավ է, որ մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում եւ դուք ունեք այդ հնարավորությունը եւ կարող եք այդ լիազորությունից օգտվել։ Բայց սա ուղիղ դուք խոչընդոտում եք կառավարություն համայնք աշխատանքին եւ այս կերպ դուք խանգարում եք Գյումրու զարգացմանը։ Վարդան Ղուկասյանը պատասխանեց։ Տեսնում եք, էլի թե ում վրա է գործեր հարուցված, որ քաղաքական ղեկավարների վրա է գործեր հարուցված, եւ դրանից հետո է ում եք նախապատրաստում, այդ էլ հասկացանք։ Իմ հզոր համայնքը հորդորեց չշտապել տնտեսագետների խմբին հրավիրել նիստերի դահլիճ քննարկելու, ապա կառավարությանն առաջարկություն ներկայացնելու, բյուջեից Գյումրուն տրվող մասհանումներում վերանայումներ անելու։ Եթե այս մեխանիզմները չաշխատեն, նոր կդիմեն դատարան։ Հարցը հանվեց քվեարկությունից, որոշեցին իրավաբանների ու տնտեսագետների խմբին հրավիրել նիստերի դահլիճ, հարցը քննարկել, ապա կորոշեն հետագա քայլերը։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, լուրեր։